Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Բայրամովն էր օրեր առաջ կրկին խոսել թուրքական աշխարհում կիրառվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, հայտնելով, թե դրա մուտքի եւ ելքի կետերը գտնվելու են Ադրբեջանի տարածքում։ Բայրամովը հայտնել էր, թե Զանգեզուրի միջանցքի Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության համաձայն Միացյալ Նահանգները նույնպես մասնակցում է այս գործընթացին։ Բանակցությունները հիմնականում ընթանում են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Միևնույն ժամանակ իրողությունը այն է, որ այս միջանցքի թե մուտքի, թե ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մամուլի քարտուղարի մակարդակով արձագանքել էին Բայրամովին, նշելով, որ Հայաստանի տարածքում գործելու է TRIP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում։ Հայաստանում քաղաքագիտական համայնքը հաճախակի բարձրաձայնում է, որ չի կարող ամերիկյան նախագիծը կյանքի կոչվել ԵԱՏՄ տարածքում։ Այն ըստ վերլուծաբաների հակասում է ԵԱՏՄ կանոնակարգը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից սակայն հայտարարեցին, թե Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից եւս արձագանքել են TRIP-ի ԵԱՏՄ կանոնակարգի շրջանակում հնարավոր գործարկմանը։ TRIP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը, սահմանային անվտանգության եւ մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները։ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հաճախակի են հայտնում, թե այդ նախագծի շրջանակում հնարավոր կառուցվելիք ճանապարհով անցնող դարձողների առերես սպասարկումը, այսինքն շփումը կարող է նաև երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել։ Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները նույնպես։ Ալիևը այս անգամ էլ օկուպացված Շուշիում մի լավ գովել է Թրամփին, հայտնելով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում նրա դերը շատ կարևոր էր։ Ըստ Ալիևի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի եզրափակիչ փուլում գտնվելու ընթացքում Թրամփն ու իր թիմը ստեղծեցին շրջանակ, որի շնորհիվ ըստ Ադրբեջանի նախագահի հնարավոր դարձավ խաղաղություն հաստատել։ Նրանք հասկանում էին մեր մտահոգությունները, գիտակցում էին, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն Ադրբեջանը կկապի Նախիջևանի շրջանի հետ։ Մի խոսքով, նրանք շատ արդյունավետ աշխատեցին եւ Հայաստանին բացատրեցին, որ այս խաղաղությունն անհրաժեշտ է նաեւ իրեն։ Ամերիկյան փաթեթավորմամբ թուրք-ադրբեջանական TRIP նախագիծն ուսումնասիրելու համար մասնագետներն էին այցելել Հայաստան Միացյալ Նահանգներից։ Իդեպ Բայրամովը հայտնել էր, որ իրենց հաճախակի զեկուցում են, թե ինչ ընթացքում են նախագծի իրականացման աշխատանքները։ Մենք այս աշխարհակաղակական մեծ թատերաբեմում օբյեկտ ենք, բացարձակապես սուբյեկտ չենք։ Մեր տարածքի հետ կապված ստորագրված պայմանագրի, այսինքն նախաստորագրված այդ փաստաթուղթը, որը որից դերևս վավերացում չի անցել։ Այդ տարածքի նկատմամբ խոշոր նոմինալ սուվերենիտետ ունենք եւ բնականաբար մեզ չեն դիտարկում այդ խոսույթի մեջ։ Հայաստանում Սյունիքի որ հատվածներով է պետք անցնի այդ ճանապարհը, մինչև օրս ինչ աշխատանքներ են տարվել, որքան գումար է ծախսվել, բաց աղբյուրներում այդ մասին տեղեկություն հնարավոր չէ գտնել։ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, թե Հայաստանի կառավարությունը շարունակելու է աշխատել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի երկրների եւ Չինաստանի հետ, քանի որ ըստ Փաշինյանի նախագիծը գլոբալ նշանակություն ունի եւ ըստ Հայաստանի գործադիր ղեկավարի Հայաստանի կառավարությունը եւս ցանկանում է հնարավորինս արագ սկսել դրա իրականացումը։ Ըստ Փաշինյանի արդեն այս տարվա աշտանը գետնի վրա կմեկնարկեն առաջին աշխատանքները։ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը Քնեսեթում կասեցվել է։ Հունիսի վերջին Իսրայելի կառավարությունը միաձայն պաշտպանել էր հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը։ Նախարարների կաբինետի հավանությանն արժանանալուց հետո փաստաթուղթը պետք է ներկայացվեր խորհրդարանի քննարկմանը։ Ըստ տվյալների քվեարկությունը հետաձգվել է տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում, այս մասին հայտնել է Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ Բանախոսները քննարկեցին խնդրի մարդասիրական, իրավական եւ քաղաքական ասպեկտները, պնդելով, որ հայ գերիների շարունակվող անօրինական կալանավորումը խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հեռանկարները, ասված է հայտարարության մեջ։ Չիկագոյին բնակվող ռուսաստանյան ծագումով ներդրող Կոստանտին Սոկոլովը կղեկավարի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի նոր հիմնադրամը։
որը կկառավարի ավելի քան $200 միլիոն ներդրումներ կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի զարգացման համար։ Սոկոլովը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել եւ հայտնի է որպես Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարության եւ նվիրատուներից մեկը։ Ավելի քան 5800 սնանկության դիմում է ներկայացվել դատարան 2024-ին 25-ին գրանցվել է շուրջ 4700 դիմում, հիմնականում ֆիզիկական անձանց կողմից։ Սնանկության գործող համակարգը ըստ մասնագետների հաճախ հնարավորություն են անբարեխիղճ ճանապարհով պարզապես ազատվել պարտքերից։ Այս խնդիրը լուծելու նպատակով համակարգում իրականացվել են էական փոփոխություններ, որոնք առաջիկայում մտնելու են ուժի մեջ։ Նախագծով նախատեսվում է, որ դատարանը մանրամասն կուսումնասիրի պարտապանի ֆինանսական վիճակը, նախկին գործարքներն ու գույքի օտարումները։ Արդյունքում, եթե նման կասկածներ են լինել, ապա սնանկության դիմումը կարող է մերժվել, իսկ եթե այդ ամենը պարզվի հետագայում, ապա դատանը անձին չի ազատի պարտքից, ինչպես որ հիմա է տեղի ունենում։ Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ սնանկությունը այլևս չի հիմնվելու միայն չվճարված պարտքի կամ պարտքը հաստատող պայմանագրի հիման վրա։ Նախ պարտատերը պետք է փորձի պարտքը ստանալ դատարանի միջոցով եւ հասնել դրա բռնագանձմանը։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի դիմել սնանկության գործընթացի, որպեսզի պարտքի ֆիկտիվ պայմանագրերի հիմքով մարդուն չճանաչեն սնանկ։ Պարտավորությունը նախ եւ առաջ պետք է փորձ կատարվի բռնագանձել դատական կարգով, որպեսզի նաեւ մենք բացառենք պրակտիկայում շատ դեպքերում ֆիկտիվ պայմանագրերի հիման վրա սնանկ ճանաչելու այդ արատավոր պրակտիկան։ Սնանկության փոփոխված համակարգը նաև հնարավոր չի տա այլևս թաքցնել պարտապանի գույքը։ Դա վերաբերում է այն դեպքերին, երբ ինչ-որ մեկը ունի գույք, գնում կամ վաճառում է այն, սակայն դա անում է շրջանցող ուղիներով։ Որպեսզի պարտատերերի համար դրանց առկայությունը գաղտնի մնա, միևնույն է, անցնում է սնանկության գործընթացով։ Հաճախ գալիս է հարցումները, որ անձը ունի ինչ-որ տրանսպորտային միջոց, բայց այդ տրանսպորտային միջոցը անձը ասում է, դե ես ժամանակին խոտանել եմ, չեմ ձևակերպել, չկա, փաստացի, կորել է, վառվել է, չգիտեմ, վթարվել է, բայց հետո պարզվում է սնանկության գործը ավարտվելուց հետո ընդհանրապես իր հարևանի ավտոտնակից անում է եւ սկսում է շահագործել։ Կա եւս մեկ փոփոխություն, որը պետք է հեռու պահի քաղաքացիներին անբարեխիղճ ճանապարհով սնանկությանը հասնելու մտադրությունից։ Մարդիկ, ովքեր կճանաչվեն սնանկ, կունենան խնդիրներ հետագա կարիերայի մասով։ Սնանկության հետքը ընդմիշտ կմնա նրանց աշխատանքային պատմության մեջ եւ կխոչընդոտի պաշտոնի առաջմղմանը։ Նախատեսումը ոչ միայն պետական պաշտոններ զբաղեցնելու սահմանափակում, այլ նաև մասնավոր կազմակերպությունները ղեկավար պաշտոններ, օրինակ ՍՊ-ի տնօրեն զբաղեցնելու սահմանափակում։ Եվ դա ունի իր որոշակի տրամաբանությունը, եթե անձը չի կարողացել իր սեփական ֆինանսական միջոցները կառավարի այնպես, որպեսզի չհայտնվի սնանկության վիճակում, ապա պատասխանատու պաշտոններ զբաղեցնելը, այդ թվում նաև մասնավոր ոլորտում գոնե ինչ-որ մի ժամանակ պետքա սահմանափակվի։ Միաժամանակ նոր օրենսգիրքը նախատեսում է աջակցել այն քաղաքացիներին եւ կազմակերպություններին, որոնք ֆինանսական դժվարությունների մեջ են հայտնվել բարեխիղճ պատճառներով։ Դրա համար ներդրվում է կանխարգելիչ վերականգնան նոր վարույթ, որը հնարավորություն կտա ժամանակ շահել, վերակազմակերպել պարտքերը, վերագրավել ֆինանսավորում եւ շարունակել գործունեությունը առանց անմիջապես սնանկության գործընթաց մտնելու։ Ինչ է անհրաժեշտ առողջապահական որակյալ համակարգ ունենալու համար՝ ենթակառուցվածքներ, նյութատեխնիկական բազա եւ իհարկե որակյալ մասնագետներ։ Առաջին երկուսի մասով Հայաստանում մեծ առումով բողոքելու տեղ չունենք, իսկ այ վերջինը խնդիր է։ Հաճախ լսած կլինեք, որ մարզային այսինչ հիվանդանոցում կա այնինչ թանկարժեք բժշկական սարքը, բայց դրանից գլուխ հանող, օգտվելու ունակություն ունեցող մասնագետ չկա։ Միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-ից 40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Սա նշանակում է, որ բոլոր բժիշկներին է բարձացել, սա նշանակում է մեծամասամբ բոլորինը բարձացել է, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր օրինակ ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերի։ Առողջապահության նախարարը խոսում է հիմնական այն գործոնի մասին, որի պատճառով բժշկական հիմնարկներում մասնագետների համալրման խնդիր է առաջանում։ Խոսքը բնականաբար փողի մասին է։ Բժիշկները շարունակում են արտագաղթել դեպի Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ, այնտեղի բարձր աշխատավարձերի պատճառով։ Սրանից բացի երկրում նկատվում է նաև ներքին արտահոսք։ Մարզերից մասնագետները տեղափոխվում են Երևան, իսկ պետական բուժհաստատություններից մասնավոր բժշկական կենտրոններ։ Մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր որ ունեն ծանրաբեռնվածություն,
նրանց աշխատավարձը անգամներով աճել է։ Մեր ակնաբուժների, նյարդաբանների եւ էլի շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով, անգամներով աճել է, ինչը հենց մեր նպատակն է։ Ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակով։ Եթե մենք վերցնում ենք արտահիվանդանոցային նեղ մասնագետներին, ապա մենք այդտեղ խնդիր ունենք, օրինակ ֆիզիատրների, ինֆեկցիոնիստները բոլորը այս պահին լքում են պոլիկլինիկաները, որովհետև իրենց աշխատավարձը շատ ծիծաղելի է։ Թեև վերջին տարիներին առաջնային ուղղակի բժիշկների վարձատրությունը որոշ չափով բարձրացել է, բայց դեռևս չի կարողացել մրցակցել միջազգային շուկայի առաջարկների հետ։ Նշում են մասնագետները, գլոբալ աշխարհում այլևս պետք է հաշվի առնել ոչ թե արտերկրում շահավետ առաջարկների գործոնը ևս։ Հիմնականում անեստեզիոլոգներն են արտագաղթում, սրտաբաններն են արտագաղթում, ընդհանրապես նեղ մասնագետները, որովհետև նրանք ունեն բավականին լուրջ նեղ մասնագետների կարիք։ Ամենամեծ խնդիրը այս պահին նկատվում է նեղ մասնագետների համալրման պրոցեսում։ Օրինակ, անեստեզիոլոգները մարդիկ ումից կախված է վիրահատության բարեհաջող ընթացքը եւ ավարտը մեծ տեմպերով լքում են բժշկական ոլորտը կամ երկիրը։ Մասնավորապես երիտասարդ շատ մասնագետներ մեկնում են Գերմանիա, որտեղ պարզեցված կարգով ներգրավում են աշխատուժ Հայաստանից։ Քորորդ կուրսից սկսած մեր ուսանողները սկսում են սովորել գերմաներեն, անգլերեն, մեծ պահանջարկ ունեցող այդ քննությունները տալիս են եւ արտագաղթում են։ Պետական բժշկական համալսարանը դառնում է այլ երկրների համար էժան աշխատուժ ձևավորող ու դա տարիների ընթացքում բերելու է կադրային մեծ կրիզիսի, եթե մենք պետական մակարդակով մոտիվացնող խնդիրներ չառաջացնենք։ Ըստ մասնագետների մասնագիտական շարունակական զարգացման եւ պարտադիր հավաստագրման համակարգը եւս բազմաթիվ բժիշկների համար դարձել է ֆինանսական եւ ժամանակային լրացուցիչ բեռ։ Հատկապես փորձառու մասնագետների մի մասը նախընտրում է լքել համակարգը, քան համալրվել նոր պահանջներին, ինչը ել ավելի է խորացնում կադրային ճգնաժամը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով հունիսին նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է 5.1%։ Հատկանշական է, որ առավել թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները եւ ծառայությունները։ Ըստ վիճակագրական կոմիտեի սննդամթերքը թանկացել է 8.8%-ով, այլ յուրը ձավարեղենը թանկացել են 4.6%-ով, տավարի միսը 23.4%-ով, ձուկ ծովամթերքը 44%-ով, կաթնամթերքը 14.5%-ով, ձուն 30%-ով, մրգերը 16.8%, բանջարեղենը 12.7%, սպիրտային խմիչքները 10.7%-ով, ծխախոտը 7%, բենզինը 10.4%, դիզվառելիքը 19%, հեղուկ գազը 76.2%-ով։ Կնդլայնվի բնագիտական, թվային եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ուղղությամբ առարկաներ դասավանդող եւ պետական լրավճար ստացող մանկավարժական աշխատողների շրջանակը։ Նախաձեռնությունը նպատակ ունի լրավճարի իրավունք տալ այն ոչ վարչական մանկավարժներին, որոնք զուգահեռաբար իրականացնում են դասավանդում եւ համապատասխանում են ուսուցչի որակավորման պահանջներին։ Նախագծի ընդունմամբ շահառուների թիվը կավելանա 1129-ով։ Այս ամբողջական փոփոխության իրականացման համար տարեկան պետբյուջեից լրացուցիչ կպահանջվի 42.6 միլիոն դրամ։ Մայրաքաղաքում Կիրակի հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել, իսկ նախքան կրակոցները Վաղարշյան փողոցի 24 կոտրակվեց շենքի բակային հատվածում միջադեպ է եղել։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, հավաքվածների խոսքով նրանք 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, հետո տեղափոխել Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։ Քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ դատապարտում ենք դեպքը, բայց նաև ասում էին շատ ուրախ ենք, որ բավականին օպերատիվ վարքյաններ, ահազանգից րոպեներ անց Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահումը արդեն դեպքի վայրում օգնություն է ցուցաբերում այդ վիրավոր քաղաքացիներին, որոնք այնուհետև տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Դեպքի վայրում 4 պարկուճ է հայտնաբերվել, գնդակ ու վնասված մեքենաներ, իսկ մեկ այլ մեքենայի վրա կրակոցի հետք։ Եվս մեկ մեքենայի վրա էլ արնանման հետքեր էին։ Հայտնաբերվել են նաև արնանման հետքերով կացնի պոչ, գլխարկներ, հողաթափեր։ Իմ տեղեկություններով ընդհանրապես կապ չունի տեղի ունեցած միջադեպի հետ, մարդը կայանել է ավտոմեքենան եւ կրակոցի հետևանքով մեքենան վնասվել է։ Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնել են, որ կան մեկ ձերբակալված։ Դեպքի ամբողջական մանրամասներն էլ պարզվում են։
Նոր Հաճան քաղաքի Թումանյան փողոցում առանց խեղդվելու անհնար է քայլել, փոշու հսկայական ամպն է ուղեկցում բնակիչներին արդեն տևական ժամանակ, իսկ անձրևոտ եղանակին ցեխը։ Քամու ժամանակ երբ անձրև չի լինում, փոշին մի 100 մետրից երևում է։ Քաղաքացիներն ասում են ճանապարհը հազիվ 1 կիլոմետր լինի, սակայն որևէ մեկը քաղաքային իշխանությունից չի շտապում վերջ տալ այդ անմխիթար վիճակին։ Մշակույթի տուն ու եկեղեցի հասնելու համար նույնպես պետք է այստեղով անցնել։ Այս բնակիչների ամիսների շարունակ տեղում դոփում են, գործը կանգնած է, դա իրենց մոտ զայրույթ է առաջացնում։ Կմենակ պատժիչը բա փոշին։ Էսի ինչքան ժամանակ է այս վիճակն է։ Նոր հաճընցիները տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին Կոտայքի մարզպետին են դիմում, որպեսզի կիսատ մնացած գործն ի վերջո ավարտին հասցվի, իրենք էլ փրկվեն փոշուց ու խեղդվելուց։